Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի գլխավորած պատվիրակությանը հանդիպան ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր, ներառյալ տնտեսական կապերի զարգացումը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունը ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը։ Սիսիանի մերձակայքում տեղադրվել է ռուսական արտադրության ժամանակակից ռադիոնավիգացիոն համակարգ Wordimie 2700 հայտնում է Rostex պետական կորպորացիան։ Սարքավորումն անցել է փորձարկումներն ու նախատեսված է բարելավել օդային երթևեկության անվտանգությունն ու ճշգրտությունը հատկապես լեռնային եւ բարդ եղանակային պայմաններում։ Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ հայտարարելով նկատողություն։ Որոշման համաձայն Հայաստանի հանրային ռադիոընկերություն ՓԲ-ում առերևույթ խախտումներ են արձանագրվել ՊՎԾ-ի կողմից, ինչի առնչությամբ մայիսի 5-ին կազմվել է արձանագրություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի, սակայն նրան ժամանակ է պետք, որպեսզի գնահատի այդ նպատակին հասնելու համար Կիևի ջանքերը։ Կարծում եմ, որ Զելենսկին ուժեղ տղա է, նրա հետ գործ ունենալը հեշտ չէ, բայց ես կարծում եմ, որ նա ցանկանում է կանգ առնել, հուսով եմ, որ պատասխանն այն է, որ ցանկանում է լուծել այս խնդիրը, հավելել է Թրամփը։ Մոսկվայի Լոկոմոտիվի տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը մեկնաբանել է թիմի հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանի շուրջ վերջին զարգացումները, եթե մարդը ցանկանում է հեռանալ, դա նրա իրավունքն է, եթե ցանկանում է, ուրեմն կարծում է, որ այդպես էլ պետք է լինի։ Իսկ ինչ վերաբերում է մարզումներից հեռացնելուն, նման տեղեկություն չկա, այդ հարցը չենք քննարկել, Ֆիլատովի խոսքերը մեջբերում է Sport Express-ը։